վնասվածքներ կան, մենք դրա պատկերը տեսել ենք նաև դատավարություններից մեկի ժամանակ, շահագրգռվող դատավարության, և Ռուբեն Վարդանյանի դեպքին, և Բակո Սահակյանի վնասվածքի հետքերը։ Խնդրեմ ես մասով ձեր կարծիքը երեկ ռազմագետներից մեկը, որ առողջական սարսափելի վիճակում է, կինը դիմում է մինչև անգամ ալերին, որպեսզի թույլ տան ինքը կարողանա զրուցել ամուսնու հետ։ Նորից նույն թեմայի մեջ ենք, նորից սենց պտտվում ենք նույն թեմայի մեջ։ Ի վերջո դիմել էին մարդու իրավունքների պաշտպանին, որ զբաղվի պատանների, ռազմագերիների հարցերով, հա։ Մարդու իրավունքների պաշտպանը ասել է դա իմ բանի մեջ չի, լիազորությունների մեջ չի, խաբել էր իհարկե, որովհետև Փարիզի սկզբունքներով սահմանված է, որ մարդու իրավունքների պաշտպանները շատ լավ կարող են եւ պատկերացեք տրամաբանությունը մարդու իրավունքների պաշտպանի է, որ ինքը պետք է, եթե այնտեղ միտեղ իր մարդու իրավունքները ասենց ոտնահարվում են խայտարակ ձևով, պետք է ինքը որոշակի նախաձեռնողականություն ստանձնի, թեկուզ ասենք հավաքի աշխարհի մարդու իրավունքների պաշտպանին ու բարձրաձայնի հարցը, լավ կարաս մի հատ կարաս կոնֆերանս կազմակերպես այդ անտերը, մի հատ թեկուզ ասենք մի հատ, չգիտեմ, մի հատ ասենք գնալու ԿՊԱ-ականների հետ նկարվելու փոխարեն կարաս մի հատ կլոր սեղան կազմակերպես, թեկուզ էլի, եթե սենց մի քիչ մարդու իրավունքների պաշտպան ես, բայց կրկին չմոռանանք, որ մեր մարդու իրավունքների պաշտպանը ինքը հարկ է ստանում մեկ անձի կմահաճույքը կատարելու համար, թեև սահմանադրությամբ հստակ նշված է, որ մարդու իրավունքների պաշտպանը անկախ մարմին է, բայց մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարը ընտրվում է այնպիսի մեխանիզմով, որ ինքը չի կարող անկախ լինել եւ ընտրվել է այդ մեխանիզմով։ Ի վերջո 65 հոգի ԿՊԱ-ական միաձայն ընտրել է մարդու իրավունքների պաշտպան, որ հիմա այդ մարդը անկախ է, թե անկախ չի։ Էդ է մեխանիզմը, հա, տենց է ընտրվում։ Չի կարող այդ մարդը անկախ լինի։ Մի հատ SMS-ով էլ չէ, ասենց հեռախոսը արդեն կտանի, որ SMS-ը գրի, միանգամից հրաժարական կտա այնտեղ։ Մյուս կողմից այս պատմությունը Բաքվում մեր պատանների այն ձևը, ինչպես իրենք պայքարում են այդ բանտերից, սա իհարկե շատ ոգևորիչ է եւ սա ցույց է տալիս, որ ոչ միայն Արցախի էջը փակված չի, այլ ինքը ամեն օր այդ ամեն վայրկյանը մեր պատանների այնտեղ գտնվելու շարունակում է թերթել նորանոր եւ հաճելի էջեր հայերի ինքնության համար։ Բոլորը, թե Դավիթ Մանուկյանը կլինի, թե Դավիթ Իշխանյանը, թե Ռուբեն Վարդանյանը, թե Դավիթ Բաբայանը, թե Բակո Սահակյանը, թե Լևոն Մնացականյանը, թե Արկադի Ղուկասյանը, ում անունը չտվեցի թողինձներեն, բոլորը այնպիսի վարք են դրսևորում այդ միայնակության մեջ, այնք մենակ են այս պահին թշնամու զնդանում։ Ոչ միայն մենակ են, այլ այն պետությունը, որը պետքա պաշտպաներ իրենց, հաստատի չկա։ Այդ ինստիտուտները չկան, որովհետև այդ մի հոգին իր քմահաճույքներն է իրականացնում եւ իր քմահաճույքների մեջ չի մտնում հայերի ինքնությունը չէ, մոռանանք, հայերին, մարդուն պաշտպանելը։ Մենակ իր քմահաճույքն է մտնում։ Դե ինչ ասեմ, հիմա եթե այնպիսի պետությունում լինեինք, որ մեզ համար սա կարևոր լիներ, պատկերացրեք ամբողջ Սփյուռքով մեկ աշխարհով մեկ հիմա այս թեման է թնդալու։ Ինչ է նշանակում, գերիտ ասենք կաշին ու ոսկորն է մնացել, մենք ստեղ նայում ենք, թե ոնց են սրանք զղթկվում։ Չեք պատկերացրեք, եթե իսկապես ընտանիքի անդամը լինի ղեկավարությունը, ոչ թե դրսից ինչ-որ մեկը ներմուծված, չեք պատկերացնում ոնց է թնդալու այս թեման։ Չեր իջնելու ոչ բանի Սփյուռքի փողոցներից, ոչ էլ միջազգային այս անընդհատ որ sense live են մտնում sense դեբիլի ժպիտով, դա գիտեք չէ, ինչի է այդեն ժպտում։ Այս վերջերս թուրք քաղտեխնոլոգները խորհուրդ են տվել, ասել են sense հորթի պես ժպտա, որ բան լինի, որպեսզի sense վստահություն ներշնչես, հա, ու արդեն անցնես հաջորդ դավաճանության process-ին։ Հիմա այդ ժպիտների փոխարեն եկե ղեկավարը պետք է ամեն վայրկյան զբաղվեր գերիների հարցով։
Դուք պատկերացնում եք մի տեղ, մի խումբ, մի համայնք, որտեղ համայնքից ինչ-որ մեկը գերության մեջ է եւ ղեկավարի ուշքն ու միտքը չլինի գերությունից այդ մարդուն ազատելը վարկյան առաջ։ Անպատկերացնելի է, դա թիվ 1 խնդիրը պետք է լիներ։ Չէ՞ Մարիամ։ Եվ դրա փոխարեն այո դուք ասացիք քիչ իրենց բառերը, քաղաքացիները լափում են, դա էլ հանրայնացնում են, եւ սա կրթչականի կարանցուգայր անցկացնենք, երբ արցախցիները 9 ամիս սովի էին մատնված, հիշում եք, չէ՞, իրենց ճաշեպերն էին ցույց տալիս մարդուկին եւ դա էին։ Ուրեմն օգոստոսի 20-ի կողմերն էր, որ համարյա արդեն 9 ամիս էր, էլի 8 ամսից մի քիչ ավել Արցախը շրջափակման մեջ էր։ Հայաստանի ազգային ժողովի այսպես կոչված նախագահը, որը քաղաքացու վրա ավելի հայտնի է որպես քաղաքացու վրա թքող, ուղղաթիռով ինչ-որ տուրեր էր անում ու նկարվում էր ասենց լայն ժպիտը դեմքին։ Այսինքն, այնտեղ մենք ունեցել էինք արդեն սովամահության դեպք Արցախում։ Հա, մենք ունեցել էինք Վերան Արիմանյանը, որ գնացել էր ուտելիք հայթայթելու իր երեխաների համար ու վերադարձել էր մահացած էր գտել։ Մենք ունենք հիվանդությունների պատճառով, որ չէին կարողացել պատշաճ ապահովել բանը բուժօգնությունը, դրանից մահացության դեպքեր ունեինք, ընդ որում մեկն էլ իմ մտերիմներից մեկի տատիկն էր։ Առողջ տատիկ, նո բան էր, կարար դեռ երևի մի 10-20 տարի էլ ապրել, բայց այդ պայմանների պատճառով փաստորեն ինքն էլ մահացավ։ Մենք ունեինք այն դեպքը, որ երեխաները վերադառնում էին Գորիսից Արցախ պիտի գնային, մի քանի ամիս մնացել էին, հիշում եք, երաժշտական խումբ էր կարծեմ երեխաների, ու բան էին արել, մտել էին այդ կանգնացրել էին ադրբեջանցիք ու բան էին արել, այդ երեխեքին ստրեսի էին ենթարկել, այնտեղ, եթե չեմ սխալվում, մեկն էլ ուշագնաց եղավ։ Այդ դեպքը ունեինք։ Ու սենց ու մենք ունեինք այն հերթերի դեպքեր, այն որ բանը մարդիկ գիշերը ժամը 4-ին երեխաները մինչև ժամը 4-ը հացի հերթ էին կանգնում։ Ու այս ազգային ժողովի նախագահ Կոչեցյալը, որը կրկնում եմ հայտնի է ավելի քաղաքացու վրա թքելով, ընդ որում 2 քաղաքացու, մեկը կին էր, շատ հայտնի չդարավ այդ դեպքը, մյուսը բան էր, տղամարդ։ Ոլորել էին ձեռքը, չէ, ասել էր թիկնապահներին ոլորեք, որ իր այդ բանը ռիտուալը հա կատարի։ Այս պայմաններում Արցախի այդ պայմաններում ինքը ընդ բանը ֆոտոսեսիա է անում ուղղաթիռի հետ։ Մենք հարկ էինք տալիս, փաստորեն մեր հարկերից այդ տղան, էակը, արածը հարկ էր ստանում մեր փող էր ստանում մեր հարկերից աշխատավարձ, որ երբ որ այնտեղ գիշերը ժամը 4-ին երեխան հացի հերթում կանգնած, ինքը տենց բան անի, ֆոտոսեսիա անի, սելֆիներ անի, բանի հետ, ուղղաթիռի հետ։ Այդտենց պայմաններում ենք, երբ որ մի հոգու կմահաճույքների պատճառով ողջ ազգը գերի է։ Բայց երբ պետք է գտնել այս ամեն դեպքում հուսահատությունը։ Ելք կա, եւ այդ ելքը վաղ թե ուշ լինելու է, եւ դա լինելու է ժողովրդի իշխանությունը վերադարձնելով։